Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, ձեր սպասված եւ սիրված Արարատյան խոհանոց։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մենք շարքը, որ անվանել ենք մեր աշխարհների, մեր նահանգների անուններով ուտեստներ։ Այսօր իմ հյուրն է հարգելի հեռուստադիտողներ, հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, գործադիր տնօրեն եւ իմ լավ բարեկամ, ձեր քաջածանոթ Գարիկ Գևորգյան, ողջույն, ինչպես ես։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ եմ, Գարիկ ջան, շատ ուրախ եմ, որ քո այդ բազմազբաղ վիճակը, բազմազբաղ ժամանակը տրամադրեցիր։ Այսօր Գարիկը իր մասնակցությունն է բերել, մի քիչ նախնական զրույցի ժամանակ վիճաբանություն, մի քիչ այդպես կրքերի բորբոքում, թե ինչպես պիտի անվանենք ուտեստը, հիմա թող ասի ինչպես պիտի անվանենք ուտեստը։ Ուրեմն ուտեստը մենք պատրաստել ենք ուտիկ աշխարհի ուտեստ է։ Անվանումը միասին հետո քննարկենք, քանի որ կոնկրետ անվանում ես դեռ չգիտեմ, բայց տատիկներից եմ իմացել բանավակությունների ժամանակ, որ սիգից եւ կամ զուկ էին պատրաստում։ Այո, ուտիկ գավառի մեջ էր նաեւ Սևանա լիճը եւ Սևանա լճին սիգը, կարծում եմ, այստեղ մենք ինչ ենք անելու այս սիգի հետ։ Հիմա սիգը մենք ոսկրազատենք։ Այո։ Որպեսզի լցոնենք, փշազատենք եւ հետո օգտագործենք, ինչ ենք օգտագործելու։ Օգտագործելու ենք մասուր, չորացրած, եթե կլինի թարմ, կարող է թարմ լինել, քանի որ մեզ մոտ չորացրած է, հիմա թրջել ենք որ փափկի, օգտագործելու ենք թել պանիր, այո, կարակ, կծուտակ կարմիր, կանաչ սոխ, լոբի, բլղուր եւ գլուխ սոխ։ Հիմնական կոմպոնենտներ եւ համեմունքներ։ Ման ընթացքում արդեն լավ, ես ինչ եմ անելու, Գարիկ։ Դու գլուխ սոխը մանր կտրատի, հետո կանաչ սոխը բարակ տերևներով կարճ, որպեսզի ես ֆիլեն լցոնեմ։ Ես դասավանդելու ժամանակ ասում եմ լուցկու հատիկի երկարություն։ Բավական է։ Չէ, լուցկու հատիկից մի քիչ կարճ։ Լավ։ Լավ։ Ես զուկը ֆիլե։ Շատ մանր սոխը։ Գլուխ սոխը մանր։ Բլղուրի հատիկների չափ որ լինի, արդեն տապակված, որ խնդրեմ մկրատ ինձ կտակ։ Մկրատ։ Ես նախ հեռացնեմ լողակները ձկան, որպեսզի հեշտ ֆիլե անեմ։ Այսպես, լողակները առանձնացրինք։ Լողակները առանձնացրեցինք, հիմա փշազատելու ենք, ողնաշարը հեռացնենք, չէ՞։ Մեջքի մասից, այո։ Մենք հատված ես արդեն բաժանեցի։ Սոխը կտրատեցի։ Սոխը կտրատել եմ։ Կանաչ սոխը։ Կանաչ սոխը կտրատեմ, Գարիկ ջան, դու մի բարկացի։ Սա ողնաշարներ կառանձնացնենք։ Փորձենք այս մանր փշերն էլ հանել։ Մենք կարող ենք արդեն համեմել ձուկը, ես հեսա վերջացնում եմ խոշորավ, չգիտեմ ինչու։ Երևի սովորությունից։ Այսպես։ Եվ սև եւ կարմիր, դու արդեն ասել ես։ Այո։ Ձերքով համասեր սարքենք։ Այո։ Հիմա կխնդրեմ Սեթրակ ջան, պանիրն էլ մի քիչ կտրատես, սոխը տուր ինձ, կանաչ։ Ես տեղադրեմ։ Գիտեմ, որ թել պանիր շատ ես սիրում։ Այո։ Մասուրը արդեն նախորոք թրջած։ Ցանկալի է տաք ջրում, որպեսզի շուտ փափկի։ Եվ ավելի արագ կպատրաստենք։ Հիմա այսպես ուղղակի հանգիստ պատատում ենք
մի կողմի փափկան միսը։ Չոպիկով ամրացնենք։ Այո, որպեսզի ամուր մնա։ Պատրաստելուց հետո կհանենք։ Մի քիչ ձեթենք։ Ձեթենք։ Եվ կուղարկենք ջեռոց։ Ջեռոցում ինչքան պիտի լինի ջերմաշճանը։ Ջերմաշճանը 180 աշճան եւ 20-ից 22 րոպե։ 180 աշճան 20-ից 22 րոպե։ Սա գնաց ջեռոց զվարճանալու։ Մենք կաշխատենք արդեն գառնի խավարտի վրա։ Խավարտի վրա։ Խավարտի եւ թանձրուկի։ Գարիկ ջան, մինչ ձուկը կվերադառնա զվարճանքից մենք խավարտը պատրաստենք։ Այո։ Հիմա կանենք սկզբից սոխարացը։ Այո։ Խնդրեմ դու 2 պճեղ սխտորել։ Ճզմեմ։ 2 կես արա, ավելացնում ենք ձեթը։ Ձեթի հետ Սխտորը խոշոր էսպես կիսեմ, հա։ 2 կես, այո։ Կարակը։ Սխտորը։ Կհեռացնենք սխտորի Ծիլը։ Սենց կանենք, մի քանի մասի կբաժանենք սխտորը, սոխի հետ սկսենք տապակել, սոխը մի թեթև կհամեմենք աղով, սխտորի հետ, պղպեղ, սև, միջալուց է շատ եմ սիրում ավելացնել սև ռեհան լոգու հետ, ոնց եք կարծում։ Ես համամիտ եմ լրիվ։ Լրիվ համամիտ եմ։ Կանաչի պիտի օգտագործենք։ Այո, միշտ ապակվում է սամիտ եւ համեմ։ Կտրատենք, համել մեզ դա պետք է նաեւ թանձրուկի համար։ Ես էլ մի քիչ օգտագործեմ մեր սիրած կարմիր պղպեղից։ Այո, այո։ Ձեռքով խոշոր Հիմա կավելացնենք բլղուրը։ Միջայլը շատ հետաքրքիր լինում, երբ որ բլղուրը մի քիչ տապակում ենք, հետո նոր շոկ է խաշում։ Կեղեր ենք տալի թեթևակի, Այո։ հա։ Հատիկ պիտի լինի։ Այո, այո։ Հիմա գտալ կտասենք, Այո, խնդրեմ։ կավելացնենք լոբին։ Ինչ արեցինք ուրեմն ձեթով եւ կարակով տապակեցինք սոխը, սոխարած պատրաստեցինք, խոշոր կտորներով սխտոր, այնուհետև համեմեցինք աղով թեթևակի պղպեղով, բլղուրը թեթևակի տապակեցինք, թրջված բլղուրը։ Եվ ավելացնում ենք շատ քիչ արգանակ կավելացնենք, որպեսզի խառնվի համերը։ Քաշված լոբի, ու արդեն սկսենք համեմել ռեհանով, որտեղ կարմիր լոբի, այնտեղ չոր ռեհան, հա։ այո, մի քիչ աղացած կարմիր պղպեղ, քանի որ կծուտակ դեղից էլ ենք ավելացրել։ Մի քիչ այս կանաչից, Ես կուզենայի, որ դու մի քիչ աղի համը փորձեիր ու ինձ հուշեիր։ Արդյոք պետք է ավելացնենք, թե չէ։ Ոչ, Ոչ։ ինժալուց շատ լավ համադրություն է։ Եվ ամենավերջում էլի մի քիչ կարակ կավելացնենք։ Գարիկ ջան շատ համեղ էր, ապրեստը։ Ահա եւ մեր խավարտը պատրաստ է։ Հիմա մենք կսկսենք պատրաստել թանձրուկ բահարը։ Հոտավետ պղպեղ։ Ոյ շատ խմով էր։ Մեր խոհանոցին բնորոշ շատ օգտագործվող Այո։ բահար է։ Գարիկ ջան, ձուկն էլ է պատրաստ արդեն, բերեցինք ձուկը։ Ույս ինչ գեղեցիկ էլ։
Որ տրամադրությունները լավ է լինում պատրաստողների։ Իհարկե։ Ուտեստը ինքնին արդեն եւ տեսքի մեջ է գեղեցիկ ստացվում, չգիտեմ։ Տեղադրենք ձուկը հիմա։ Իսկ այդ ընթացքում ես նորից հիշեցնեմ, թե ինչ արեցինք ձկան հետ։ Թարմ սիգը փշազատեցինք, այդ թվում նաև ողնաշարը հանեցինք, բայց մինչ գլուխը եւ չանջատեցինք մասերը։ Համեմեցինք աղով պղպեղով, այնուհետև կանաչ սոխ, մասուրի ճիր եւ թել պանիր։ Դրեցինք, փաթաթեցինք ռուլետի տեսքով եւ ձկան ուղարկեցինք ջեռոց, ջեռոցում 180 աստիճան եւ ժամանակը 25 րոպե։ Հիմա խավարտը կտեղադրենք։ Չմոռանանք Գարիկի առաջարկը, որ վերջում կիտրոն պիտի տնենք նաև։ Կիտրոնը կարող ենք եւ թանձրուկի մեջ ավելացնել, եւ կարող ենք ուղղակի դնել հաճախորդը ոնց կուզի կավելացնի։ Այո։ Մի քիչ արդիական ձևով ենք մատուցում, այո։ Իմիջիալոց հարգելի հեռուստադիտողներ, ես պիտի ձեզ հիշեցնեմ, որ այն ուտեստները, որոնք որ արդեն 1000 եւ ավելի ուտեստ ենք միասին պատրաստել ենք, եւ այդ ուտեստների մոտավորապես 60-70%-ը մեր ավանդական ուտեստներ են ազգային խոհանոցի, եւ հաջորդ ընթացքը, հաջորդ քայլը մեր կազմակերպության դա պիտի լինի, որ մենք այդ ուտեստների մատուցման ձևը պիտի փոխենք, արդիականացնենք։ Հիմա մենք տեղադրենք կիտրոնը եւ թանձրուկը, Իսկ թանձրուկը նորից հիշեցնեմ, ուղղակի կարագի մեջ տապակեցինք կանաչիներ, համքեղ սամիտ եւ խոշոր կծու պղպեղ։ Տակ վիճակում։ Ահա եւ պատրաստ է մեր ուտեստը։ Որ ուտեստը։ Արդեն նոր անվանումով գեղարքունի։ Նույնը կարելի է պատրաստել ուտեստը անպայման մեր ուտիկ աշխարհի անվանման պիտի կոչենք ուտիկի գեղարքունի։ Քանի որ ունեցել են գեղարքունի տեսակի նաև ձուկ։ Այո, շատ լավ։ Գարիկ ջան, շատ ուրախ եմ եւ շատ լավ է, որ այս տոնական օրը դու ժամանակ գտար։ Խնդրում եմ, ինչ առաջարկ ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես ազատ հնչեցնել։ Ես շնորհավորում եմ մեր ազգին Սուրբ Ծնունդով եւ Ամանորով, ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ առողջ ու խաղաղ տարի մեր բոլորին։ Շնորհավոր։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Գարիկին, Գարիկ ջան, շնորհակալ եմ եւ քո նոր նաեւ Ամանորը շնորհավոր լինի։ Բարեկամներ, դարը հաղթական է։ Իսկ հաղթանակներ ունենալու համար նախ եւ առաջ մեզ պետք է առողջություն, պետք է որ մենք լինենք միակամ եւ բարի, այո, հենց բարի։ Ուրախանանք մեր յուրաքանչյուրիս հաջողություններով եւ նպաստենք, որ յուրաքանչյուրս ունենանք հաջողություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ուտիկի գեղամա, սիգ 1 հատ, մասուր 20 գրամ, թել պանիր 100 գրամ, կարագ 150 գրամ, գլուխ սոխ 80 գրամ, կանաչ սոխ 10 գրամ, լոբի 100 գրամ, բլղուր 100 գրամ, սխտոր 1 վճեղ, կծու պղպեղ, աղ, չոր ռեհան, կարմիր պղպեղ, կանաչի կիտրոն, բարյախորշակ։